Սենդի հրդեհը շարունակում է մոլեգնել Սիմի Վելիում, այն արդեն այրել է մոտ 1700 ակր տարածք, տարհանվել է ավելի քան 40,000 բնակիչ, Կալիֆորնիայի հրդեհային ծառայության տվյալներով հրդեհը 15%-ով մեկուսացված է, վտանգը սակայն դեռ մեծ է։ Հրդեհի պատճառով փակվել են մի շարք ճանապարհներ, դրանց թվում են Բել Քենյոն ճանապարհը եւ Սանտա Սուսանա փասը, փակ են նաեւ Քեթրին, Քլիր Սփրինգս, Օք Նոլս ճանապարհները։ Երթևեկելիս խնդիրներից խուսափելու համար իշխանությունները բնակիչներին կոչ են անում տեղաշարժվելուց առաջ համապատասխան կայքերում ճշտել տվյալ ճանապարհների կարգավիճակը։ Այդ մասին տեղեկությունները թարմացվում են օպերատիվ։ Ռիվերսայդ շրջանում երկու նոր հրդեհ է բռնկվել, Բեին հրդեհը այրել է 1375 ակր հող, այն մեկուսացված է 25%-ով, Վերոնա հրդեհը բռնկվել է նրա հարավ-արևելքում, այն ընդգրկել է շուրջ 500 ակր տարածք։ Տարհանման բոլոր հրամանները մնում են ուժի մեջ, Կալիֆորնիայի ամենամեծ ակտիվ հրդեհը Սանտա Ռոզա կղզում է, այնտեղ այրվել է 17000 ակր տարածք։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Գլենդելում բացահայտվել է ԱՄՆ պատմության ամենամեծ խարդախություններից մեկը։ Էբոլան տարածվում է, ԱՄՆ-ն կորցրել է արագ հակազդելու հնարավորությունը։ Պատերազմի կրակը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից, Թեհրանը սպառնում է չլռել նոր ռմբակոծությունների դեպքում։ Բանկային հաշիվներ միայն քաղաքացիների համար, Թրամփի նոր հրամանագիրը ներգաղթյալներին դժվարկացության մեջ է դրել։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Գլենդելում բացահայտվել է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր բոտոքսային խաբեությունը։ Ազգությամբ հայ բժիշկը յուրացրել է $45 միլիոն ԱՄՆ պետական բժշկական ծրագրից։ Բժիշկը ներկայացրել է հազարավոր կեղծ հաշիվներ։ Նա գումար է ստացել չկատարված ներարկումների համար։ Արդարադատության նախարարությունը բացահայտել է, որ բժիշկը ստացել է $24 միլիոն միայն բոտոքսի համար։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Միացյալ Նահանգներում։ Բժիշկը ավելի քան $19 միլիոն հաշիվներ ներկայացրել է փակ կլինիկայի համար։ Նա նույնիսկ կեղծել է բանտարկյալի անունով հաշիվ։ Գողացված գումարներով բժիշկը թանկարժեք գնումներ է կատարել։ Նրա գնումների շարքում են եղել 17-րդ դարի իրեր եւ թանկ նկարներ։ Կառավարությունը բռնագրավել է $7 միլիոն 4 տուն։ Քննիչները գտել են նաեւ նրա Cybertruck եւ Model X մեքենաները։ Նրան սպառնում է երկարաժամկետ ազատազրկում։ Դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 10-ին, յուրաքանչյուր կետով նրան սպառնում է մինչև 20 տարվա բանտարկություն։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12 կետով։ Կարող է պարզվել, որ Թրամփը անուղղակի նպաստել է Էբոլայի վերջին բռնկմանը։ Փորձագետները կարծում են, որ հիվանդության օջախի ուշ հայտնաբերման հարցում մեծ դեր է ունեցել USAID-ի կրճատումները։ Այդ գործակալությունը նախկինում արագ հայտնաբերում էր օջախները եւ կանխում տարածումը։ Թրամփի որոշմամբ կազմակերպության ծրագրերի մեծ մասը փակվել է, իսկ աշխատակիցները հեռացվել են։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը փորձում է լրացնել այդ բացը, սակայն կենտրոնի աշխատակիցները չգիտեն տեղական մշակույթն ու լեզուն։ Նրանք նաեւ չունեն Էբոլայի դեմ պայքարի փորձ։ Պետդեպարտամենտը կտրականապես հերքում է այս պնդումները, նշում, որ $23 միլիոն է հատկացվել օգնության համար։ Հակառակ դրան, մասնագետները ահազանգում են, որ որոշ հիվանդանոցներում չկան անգամ պաշտպանիչ պարագաներ եւ ձեռնոցներ։ Լաբորատորիաները նույնպես տեխնիկական խնդիրներ ունեն։ Նմուշները սխալ պայմաններում են տեղափոխվել։ Էբոլայի դեմ պայքարում ԱՄՆ-ի դերակատարության արդյունավետությունը զգալի չափով նվազեցնում է նաև այն փաստը, որ Ամերիկան դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Սա խոչընդոտում է միջազգային համակարգմանը, տվյալների օպերատիվ փոխանակմանը եւ համատեղ աշխատանքին։ Էբոլայի նոր տարածվող շտամի դեմ պատվաստանյութը դեռ պատրաստ չէ եւ չի լինի մոտ ժամանակներս։ Սա ոչ հուսադրող լուր է, որը հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մարդկանց վրա փորձարկումները սկսվելու են ամիսներ անց, գոյություն ունեցող պատվաստանյութը նախատեսված է միայն Զեյր շտամի համար։ Որպես այլընտրանք դիտարկվում է նաև Էրվեբո պատվաստանյութը, սակայն կենդանիների վրա արված հետազոտությունները տալիս են անորոշ արդյունքներ։ Հետազոտությունները ցույց են տալիս հիվանդության ախտանշանների առկայությունը անգամ պատվաստումից հետո։ Մինչև պատվաստանյութի ստացումը պայքարի միակ ձևերը կլինեն կանխարգելման ու մեկուսացման մեթոդները։ Այսինքն պետք է ժամանակին հայտնաբերել վարակակիրներին, նրանց բուժումը կազմակերպել մեկուսացված, հետևելով կարանտինի խստագույն կանոններին։ Այս պահին մասնագետները սա են համարում
միակ տարբերակը։ Դեղորայքային բուժումները կարող են լինել հարակից բարդությունների համար։ Բուն էբոլայի դեմ դրանք դեռ անզոր են։ Իրանը սպառնացել է պատերազմը տեղափոխել տարածաշրջանից դուրս։ Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ հարձակման սպառնալիքներից հետո։ Թրամփը նշել էր, թե ինքը 1 ժամվա հեռավորության վրա էր եղել հարձակման որոշումից։ Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսը զգուշացրել է, խոստացված տարածաշրջանային պատերազմը այս անգամ կտարածվի տարածաշրջանից դուրս։ Հորմուզի նեղուցը փակ է փետրվարից սկսած, այն հանգեցրել է էներգակիրների համաշխարհային մատակարարումների խաթարմանը։ Իրանը պահանջում է պատժամիջոցների վերացում եւ զորքերի դուրսբերում։ Չինական տանկերները սկսել են հատել նեղուցը հատուկ պայմանավորվածությամբ։ Նավթի գները շարունակում են անկայուն տատանվել։ Թրամփը փորձում է հասնել խաղաղ համաձայնագրի։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցությունների ընթացքը դրական է գնահատել։ Նա նշել է. «Մենք այստեղ բավական լավ վիճակում ենք»։ Պատերազմը մարդկային մեծ կորուստներ է պատճառել Իրանում եւ Լիբանանում։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռմբակոծությունները հսկայական ավերածություններ են առաջացրել։ Իրանական դրոններն ու հրթիռներն էլ հարվածել են տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու ԱՄՆ դաշնակիցների ենթակառուցվածքներին։ Շաբաթներ առաջ սկսված խաղաղ բանակցությունները ներկայումս գտնվում են փակուղում։ Պարզվել է, որ Սան Դիեգոյի հարձակման մասնակիցները հանդիպել, ծանոթացել ու մզկիթի վրա հարձակումը պլանավորել են համացանցում։ Երկու դեռահասներ անգամ կրել են տեսախցիկներ հարձակման ընթացքը ուղիղ եթերով հեռարձակելու համար։ Քննիչները ուսումնասիրել են նրանց թողած 75 էջանոց սարսափելի փաստաթղթերը։ Այն պարունակում է նացիստական գաղափարներ եւ ռասիստական հայտարարություններ։ Վերլուծաբանները կարծում են, որ հարձակումը սնվել է համացանցային ծայրահեղականությամբ։ Նրանք ոգեշնչվել են նախկին մասսայական սպանություններով։ Այս հարձակումը կրկնում է Նոր Զելանդիայի 2019 թվականի դեպքերը։ Փորձագետները սա եզակի դեպք չեն համարում, ահազանգում են, որ համացանցային ծայրահեղականությունը իջեցնում է այդ հանցագործության պոտենցիալ իրականացնողների տարիքային շեմը։ Հեշտացնում լրացուցիչ մասնակիցների ներգրավումը, նրանց մանիպուլացնելու հնարավորությունները։ Ընդ որում, դեպքերի մեծ մասում իրական կազմակերպիչները անգամ չեն երևում։ Արդյոք Սան Դիեգոյի մզկիթի վրա հարձակումը եւս նմանատիպ դեպքերի շարքում է, թե դեռահասները գործել են ինքնուրույն, դեռ պարզ չէ։ Անհայտ թունավոր նյութը խլել է 3 մարդու կյանք, դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգում։ Ահազանգով ժամանած փրկարարները նույնպես թունավորվել են տեղում։ Ընդհանուր առմամբ 23 մարդ ենթարկվել է բուժզնման, նրանք անցել են մաքրման գործընթաց։ Երկու փրկարարի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը կարծում է, որ դա դեղորայքային գերդոզավորում է։ Առաջին օգնության բրիգադներն անմիջապես հոսպիտալացվել են, բուժքույրերը եւս ունեցել են ախտանշաններ։ Հրշեջ ծառայության վտանգավոր նյութերի թիմը աշխատում է դեպքի վայրում, նրանք փորձում են պարզել նյութի բաղադրությունը։ Գազի արտահոսքի վարկածը հերքվել է, ոստիկանությունը փակել է տարածքը, հանրության համար սպառնալիք այժմ չկա, հետաքննությունը շարունակվում է։ Թրամփը նոր հրամանագրով բանկերին ստիպում է պարտադիր ստուգել հաճախորդների քաղաքացիությունը։ Կառավարությունը ցանկանում է սահմանափակել անօրինական բնակվողների մուտքը ֆինանսական համակարգ։ Պաշտոնյաները վախենում են վարկային ռիսկերից։ Իշխանությունները պնդում են, որ վտարումից հետո վարկերը մնում են չմարված, սակայն հրամանագիրը ավելի մեղմ է, քան սպասվում էր։ Բանկերը չեն ստանա քաղաքացիության տվյալները հավաքելու պարտադիր պահանջ, այն միայն ուղեցույց է։ Իմիգրացիոն պաշտպանները մտահոգված են այս նոր սահմանափակումներով, նրանք զգուշացնում են, որ մարդիկ կհեռանան ֆինանսական համակարգից, դա կավելացնի կանխիկ ու ստվերային ֆինանսների շրջանառությունը։ Ըստ փոփոխությունների որոշ ներգաղթյալներ այլևս չեն ստանա դաշնային արտոնություններ։ Սա վերաբերում է անգամ հարկ վճարող անձանց։ Նոր կանոնները ազդում են նաև DACA-ի մանկության տարիներին ժամանածների նկատմամբ հետաձգված գործողության ծրագրի մասնակիցների վրա։ Թրամփի վարչակազմը շարունակում է ճնշումները ոչ օրինական ներգաղթյալների վրա։ Ավելի քան 100,000 ամերիկացի կանգնած է 2.2 միլիարդ դոլար կորստի առաջ։ ԱՄՆ խոշոր ապահովագրական ընկերություններից մեկը սնանկացել է, իսկ հաշիվները սառեցված են։ Մասնագետները պնդում են, որ պետական կարգավորիչները ձախողել են սպառողների պաշտպանությունը։
Նախկինում ապահովագրությունը կայուն ոլորտ էր, այժմ մասնավոր ընկերությունները մեծ ռիսկերի են դիմում։ PHL-ի դեպքում հայտնաբերվել է 450 միլիոն դոլար արժողությամբ անարժեք ակտիվ։ Պետական վերահսկողները հաճախ թույլ են տալիս շրջանցել ստանդարտները։ Այժմ մտահոգություններ կան նաև American Equity ընկերության վերաբերյալ։ Փորձագետները նշում են, որ ապահովագրական ընկերությունները կարող են անսպասելի սնանկանալ։ Հաճախորդների պաշտպանության երաշխիքները սահմանափակ են, մարդիկ ստանում են իրենց խոստացված գումարի միայն մի մասը։ Ոլորտում առկա ռիսկերը շարունակում են աճել։ Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը, SpaceX-ը պաշտոնապես հայտարարել է բաժնետոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Սա կարող է դառնալ պատմության մեջ ամենախոշոր հանրային առաջարկը։ Ընկերության հայտի համաձայն բաժնետոմսերը կվաճառվեն NASDAQ բորսայում։ Իլոն Մասկը կպահպանի ընկերության 85% ձայնի իրավունքը, նա կմնա գլխավոր տնօրեն, նախագահ եւ տեխնոլոգիական տնօրեն։ SpaceX-ը զբաղվում է հրթիռների արձակմամբ եւ արբանյակային ինտերնետով։ Ընկերությունը 2025 թվականին գրանցել է 18.6 միլիարդ դոլար եկամուտ, սակայն այս տարվա առաջին եռամսյակում առկա է 4.3 միլիարդ դոլարի վնաս։ Ընկերության հայտը մանրամասն նկարագրում է նաեւ հնարավոր ռիսկերը։ Մանրածախ ներդրողները եւս հնարավորություն կունենան գնել բաժնետոմսեր։ Մասկը նպատակ ունի X սոցիալական ցանցը վերածել ամեն ինչի հավելվածի։ Նա ցանկանում է միավորել տեղեկատվությունը, վճարումները եւ առևտուրը մեկ հարթակում։ Արդյունքում ընկերության գնահատումը կարող է հասնել 2 տրիլիոն դոլարի, իսկ Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում արհեստական բանականության նոր ցանց է գործարկվել, որը պետք է բացառի նավերի բախումը ծովածոց մտած կետերի հետ։ Համակարգը շուրջօրյա է, ծովայինները ազդանշան են ստանում նավի շրջակայքում կետի առկայության մասին եւ խուսափում կենդանուն հարվածելուց։ 2025-ին ծովածոցում հայտնաբերվել է 21 սատկած մոխրագույն կետ, 40%-ի դեպքում պատճառը եղել է նավի հետ բախումը։ Կլիմայի փոփոխությունը ստիպում է կետերին երկար մնալ ծովածոցում, նրանք կուտակվում են նավերի երթուղիների վրա գտնվող հատվածներում։ AI համակարգը նկարագրում է իրավիճակը իրական ժամանակում, այն գործում է նաև մառախուղի եւ գիշերային պայմաններում։ Համակարգը կիրառվում է նաև ԱՄՆ այլ վայրերում, Կանադայում եւ Ավստրալիայում։ Լոս Անջելեսի քարտերի խանութից գողացել են $300,000 ապրանք, գողերը տարել են Pokemon եւ One Piece հավաքածուները։ Տեսախցիկները ֆիքսել են 3 դիմակավորված տղամարդու, գողերը հասցրել են կոտրել ցուցափեղկը ու փախչել։ Ոստիկանությունը դեռևս ոչ ոքի չի ձերբակալել։ Այս խանութը նախկինում էլ է թիրախ դարձել։ Հունվարին այստեղ տեղի է ունեցել զինված կողոպուտ, այն ժամանակ հաճախորդը հարձակման է ենթարկվել ավտոկայանատեղիում, գողերը սպառնացել են նրան ատրճանակով։ Քարտերի հավաքածուները դարձել են հանցագործների հիմնական թիրախը։ Այս վերջին դեպքը մեծ վնաս է հասցրել սեփականատիրոջը, գողացված իրերի շարքում կան նաև չբացված տուփեր։ Տեսագրությունները ցույց են տալիս գողերի հմուտ գործողությունները, նրանք եղել են ձեռնոցներով եւ դիմակներով։ Հետաքննությունը շարունակում է ուսումնասիրել տեսանյութերը։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Թրամփի նախկին հարսը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Վանեսա Թրամփը հայտնել է, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Նա 48 տարեկան է։ Թրամփ կրտսերի նախկին կինը այս լուրը հայտնել է Instagram-ում։ Նա ընդգծել է, որ պլանավորում է իր բուժման հետագա ընթացքը, նաև շնորհակալություն է հայտնել ընտանիքին իրեն ամեն կերպ աջակցելու համար։ Վանեսան նախագահի ավագ որդու հետ ամուսնացած է եղել 2005-ից 2018 թվականներին, զույգը ունի 5 երեխա։ Նա ներկայումս հանդիպում է գոլֆի լեգենդ Թայգեր Վուդսի հետ։ Վանեսան ինքն իրեն բնութագրում է որպես կենտրոնացած եւ հուսադրված անձնավորություն, որը հավատում է բժիշկների օգնությանը եւ իր ուժերին։ Քիմ Քարդաշյանի Skims բրենդի բեռնատարում 9.4 միլիոն դոլարի կոկային է հայտնաբերվել։ Աղմկոտ դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում։ 40-ամյա վարորդը թմրանյութը թաքցրել էր այն նույն մեքենայի մեջ, որով Նիդերլանդներից Skims-ի հագուստներ տեղափոխում։ Վարորդը խոստովանել է, համաձայնել էր տեղափոխել թմրանյութը $5,243 վճարի դիմաց։ Քննիչները պարզել են, որ վարորդը ճանապարհին հավաքել է 198 ֆունտ կոկային։ Թմրանյութը փաթեթավորված էր 2.2 ֆունտանոց փոքր չափաբաժիններով։ Բրիտանական դատարանում վարորդը մեղավոր է ճանաչվել, ստացել է 13 տարի եւ 6 ամիս ազատազրկում։ Միաժամանակ իրավապահները արձանագրել են, որ Skims բրենդը որևէ առնչություն չունի այս հանցագործության հետ։
Դիսնեյի զվարճանքի այգիներին դատի են տվել, պատճառը դեմքի ճանաչման տեխնոլոգիան է։ Այն օգտագործվում է մուտքի մոտ եւ հավաքագրում այցելուների կենսաչափական տվյալները։ Ֆորմալ առումով դա արվում է տոմսերի հետ կապված խարդախությունները բացառելու համար։ Ըստ հայցի, ընկերությունը բավարար չափով չի զգուշացնում այցելուներին, որ իրենց տվյալները ավտոմատ հավաքագրվում են։ Բողոքը ներկայացրել է մասնավոր անձ, պահանջելով առնվազն $5 միլիոն չափով փոխհատուցում։ Ըստ հայցի, մուտքի մոտ տեղադրված նախազգուշացնող նշանները դժվար է նկատել։ Դրանք զարդարված են մուլտհերոսների ուրվագծերով։ Դիսնեյի պնդմամբ բոլոր տվյալները ջնջվում են 30 օրում, սակայն հայցվորը պահանջում է գրավոր համաձայնություն։ Կենսաչափական տվյալների հավաքագրումը շարունակում է մնալ վիճահարույց թեմա։ Դատական քննությունը դեռ առջևում է։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջորդ թիվ Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։ Հայկական ժողովրդական երաժշտության մրցանակաբաշխություն Ամերիկայի սրտում այս եզակի երեկո նվիրված է հայկական ժողովրդական երաժշտության գեղեցկությանը, ոգուն և հարուստ ավանդույթներին հայտնի կատարողների մասնակցությամբ մայիսի 26-ին երեկոյան ժամը 7-ին Glendale-ի The Alex համերգասրահում։ Mount Wilson աստղադիտարանը հրավիրում է դասական երաժշտության սիրահարներին վայելելու դաշնամուր և լարային խորագրով համերգը աստղադիտարանի պատմական 100 դյույմանոց աստղադիտակի հոյակապ գմբեթի ներքո։ Համերգի ընթացքում տեղի կունենա Mount Wilson-ի նոր Steinway դաշնամուրի առաջին հրապարակային կատարումը, որի ժամանակ կհնչեն Մենդելսոնի և Ֆորեի ստեղծագործությունները։ Մայիսի 24-ին ժամը 15-ին և 17-ին Mount Wilson աստղադիտարանում։ Փարիզյան հռչակավոր Les Talents Lyrics կամերային անսամբլը դիրիժոր Քրիստոֆ Ռուսեի գլխավորությամբ վերադառնում է Լոս Անջելես ներկայացնելու Հենդելյան հերոսներ խորագրով համերգը։ Երեկոյի ընթացքում հանդես կգա հռչակավոր Քեյմոն Մյուրան իր անձուկական կատարումներով մայիսի 24-ին ժամը 14-ին Լոս Անջելեսի Zipper Hall-ում։ Գուստավո Դուդամելը և Յոյո Ման հրավիրում են դասական երաժշտության սիրահարներին վայելելու բացառիկ երեկո։ Աշխարհահռչակ թավջութակահար Յոյո Ման Դուդամելի ղեկավարությամբ կներկայացվի պուերտորիկացի կոմպոզիտոր Անխելիկա Նեգրոնի նոր կոնցերտի համաշխարհային պրեմիերան, որին կհաջորդի Ռիխարդ Շտրաուսի հերոսի կյանքը ստեղծագործությունը մայիսի 30-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall-ում։ Շրջափակում ներկայացման ստեղծագործական խումբը հրավիրում է թատրոնի սիրահարներին դիտելու հուզիչ մի պատմություն նվիրված Արցախյան 44 օրվա պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանին։ Ստեփանակերտում շրջափակման մեջ գտնվող մի ընտանիք իր դռները բացում է պատերազմի վետերանի և նրա հարազատների առաջ։ Հարկադրված համակեցության ընթացքում հերոսները բռնում են ինքնաճանաչման, հանդուրժողականության և ի վերջո սիրո դժվարին ուղին։ Մայիսի 29-ին երեկոյան ժամը 7:30 Pasadena-ի AGB Performing Arts Center-ում։ Forest Lawn թանգարանը հրավիրում է արվեստասերներին բացահայտելու Convergence հայացքի ժամանակակից արվեստագետներ խորագրով ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է ավելի քան 20 հայացքի արվեստագետների աշխատանքներ, որոնք հանդես են գալիս համարձակ տեսլականներով, մարտահրավեր նետելով ավանդական ձևաչափերին։ Ցուցահանդեսը, որի համադրողներն են Ալինա Մնացականյանը և Գալուստ Գյուդելը, առաջարկում է հայկական փորձառության յուրօրինակ հայացք։ Մայիսի 21-ից օգոստոսի 9 ժամը 10-ից 17 Glendale-ի Forest Lawn թանգարանում։ Օպապապա ֆիլմի ստեղծագործական խումբը հրավիրում է կինոմաններին վայելելու հայկական նոր կատակերգությունը։ Էնդին հույն անհոգ զվարճացնողը հանկարծակի մնում է 9-ամյա որդու հետ և վերադառնում հայկական գյուղ տղային տատիկին հանձնելու հույսով։ Այնտեղ նա ստիպված է լինում չափահաս դառնալ, դիմակայել կոռումպացված գյուղապետին և իր տեղը գտնել կյանքում, միաժամանակ սիրահարվելով Մարիին, ֆիլմարտադրողի, ով նկարահանում է գյուղի պատմությունը։ Ֆիլմը դիտեք Glendale-ի Look Dine-in սինեմասում հունիսի 5-ին երեկոյան ժամը 7:30։
Առաջարկներ ունենք նաև բացօթյա հանգստի սիրահարների համար։ Ուիլյամ Շեթները հրավիրում է Լոս Անջելեսի ձիասպորտի կենտրոն մասնակցելու հոլիվուդյան բարեգործական ձիավարության 36-րդ ամենամյա շոուին։ Կալիֆոռնիայի ձիասպորտի ասոցիացիայի կողմից կազմակերպված այս միջոցառումը ներառում է ձիավարության հետաքրքիր մրցույթներ, ընտանեկան զվարճանքներ եւ բարեգործական գալա երեկո՝ ի նպաստ մանկական եւ վետերանների կազմակերպությունների։ Մայիսի 28-ից 31 ժամը 9-ից 17 Բուրբանկի Լոս Անջելես Equestrian Centrum։ Լոս Անջելեսի կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին վայելելու գարնանային տրամադրությունը LA Zoo Blue միջոցառման շրջանակներում։ Այցելուներին սպասում են գունագեղ լուսանկարչական անկյուններ, զվարճալի կերպարներ եւ Mission Safari նոր բնապահպանական թեմատիկայով լաբիրինթոսը։ Միջոցառումը տեղի ունենում մարտի 27-ից մայիսի 25 ժամը 10-ից 16 Լոս Անջելեսի կենդանաբանական այգում։ Եվ վերջապես հերթը հասավ փոքրիկներին։ Խաղալիքների աշխարհում ներկայացման ստեղծագործական կազմը հրավիրում է փոքրիկներին եւ նրանց ծնողներին դիտելու ուսանելի պատմություն։ Ներկայացումը պատմում է չարաճճի քույր ու եղբոր Կարուկի եւ Նարուկի մասին, որոնք անպատասխանատու էին իրենց խաղալիքների հանդեպ։ Հայտնվելով կախարդական խաղալիքների աշխարհում, նրանք հանդիպում են իրենց իսկ կողմից անտեսված կենդանացած խաղալիքներին։ Մայիսի 31-ին երեկոյան ժամը 5-ին Pasadena-ի AGB Performing Arts Centrum։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։